Դե սկսենք նրանից, որ հոդացավը դա ամենատարածված գանգատն է։ Բոլորս կարող ենք ունենալ հոդացավ, բայց կարող ենք չունենալ լուրջ ռևմատոլոգիական պաթոլոգիա։ Պետք է պարզենք ինչն է պատճառը, ինչ է հիմքում ընկած այդ հոդացավի։ Նախ եւ առաջ հոդացավերը բաժանվում են երկու մեծ խմբերի, դա ռևմատիկ հիվանդությունների ֆոնի վրա առաջացած հոդացավերն են եւ ոչ ռևմատոլոգիական հիվանդությունների ֆոնի վրա առաջացած հոդացավերն են։ Հոդացավերը բազմազան են, պատճառները բազմազան կարան լինեն, սկսած մեխանիկական սխալ ծանրաբեռնվածությունից, վնասումների հետևանքով կարան լինեն, տարբեր քաշի ավելացում կարա բերի հոդացավերի, տարբեր պատճառներ, ինֆեկցիոն բնույթի հիվանդություններն են բերում հոդացավերի, նյութափոխանակության ֆոնի վրա առաջացած հիվանդությունների ֆոնի վրա առաջացած հիվանդություններ, տարբեր բազմազան պատճառներ կարա լինի